Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ հզոր իմ հայ ազգ։ Ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր չէի ուզում այս տեսանյութերը նկարեի, շատ մատերիալներ էին կուտակվել վաղվա եթերի համար, որը կլիներ շատ ուժեղ եւ շատ բովանդակալից, բայց մի տեսահոլովակ հանդիպեց ինձ համացանցերում, որ խախտեց իմ ողջ ներվային համակարգը։ Քիչ անց կասեմ դա ինչ տեսահոլովակ եւ ցուցաբերեմ եւ կարձագանքեմ վերաբերում է Արսեն Թորոսյանին եւ մեր սրբություններին Արցախի հանրապետությունում։ Արցախի հանրապետությունում ԿՊԱ-ական էր հայկական Արցախի։ Բայց ասենք որ այդպիսի լինի մի քիչ ավելի շատ մասշտաբային եւս մեկ թեմա կքննարկենք, որը վերաբերվում է Աննա Հակոբյանին։ Արձագանք Աննա Հակոբյանին։ Վերջերս 3 թե 3 չառաջորը կարծեմ Աննա Հակոբյանը հրավիրել էր հայկական լրատվականներին եւ տալիս էր հարցազրույց, պատասխանում էր հարցերին։ Դե բնական է ես միանգամից նկատեցի, որ Աննա Հակոբյանը շատ խառնված է, այն զուլալ բլբուլ լեզուն էլ չկար, որը որ 18 թվականին էր, ժողովուրդ ջան, մենք ենք, սիրում ենք ձեզ բոլորիդ, ինքը այլևս ոչ մեկի չի սիրում, քանի որ իր բերանը չորացել էր 5 անգամ թե 6 անգամ հաշվեցի ջուր էր խմում, յուրաքանչյուր ներվապատոլոգ, հոգեբան, հոգեբուժ կասի, որ դա այն սինդրոմն է, որ մարդը խառնված է, որ արդեն չգիտի ինչ ասի։ Փոխվում են ժամանակները Աննա Հակոբյան, բայց հարցը դրա մասին չի, ժողովուրդ ջան։ Երկու հարցի եմ ուզում արձագանքեմ Աննա Հակոբյանին։ Առաջի հարցը լրագրողներից մեկը հարցնում է Տիկին Հակոբյան։ Մարդիկ ասում են, որ առաջ մուծում էին Սաշիկին, այն Սաշիկին, որին որ ասում էր ձեր ամուսին Նիկոլ Փաշինյանը, հիմա մուծում են Աննային։ Աննա Հակոբյանը ասեց, դա ես չեմ ձեզ մեկնաբանի, քանի որ ես ինձ վատ եմ զգում, ես ոնց ասեց, իրան վիրավորում է այդ ամեն ինչը եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա ուզում եմ ասեմ, Աննա Հակոբյան, ես օրինակ հավատում եմ, որ ձեզ մուծում են։ Բացատրեմ ինչու։ Չեմ ասում լսել եմ, չեմ ասում օտում պտտվող լուրերի, բայց ձեր պատասխանը լրագրողին համոզիչ չէր։ Օրինակ, ինչ կասեր Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար Արտուր Ֆարմանյանը։ Արտուր Ֆարմանյանը կասեր, ուրեմն երիտասարդ կամ օրորդ, դուք լուրջ մեղադրանքներ եք ինձ այսօր հայտարարում։ Ուրեմն դուք կբերեք այդ մարդկանց, ովքեր ասել են, երբ, ումից, ինչ պայմաններով, որ ժամանակում եմ ես վերցրել այդ գումարները։ Եթե դուք չապացուցեցիք եւ չբերեցիք այդ մարդկանց, պատասխանատվության կենթարկվեք դուք, հարգելի լրագրող։ Ոչ թե Վահե ջան, Սուրո ջան, Նար ջան, Կար ջան, տես բան չկա, անունով չեն խոսում լրագրողների հետ։ Խոսում են հարգելի լրագրող։ Էդի տես, դրա համար իմ համար դա համոզիչ չէ եւ ես հավատում եմ Աննա Հակոբյան, որ ձեզ մուծում են։ Եվ երևի Սաշիկին մուծում են մի քիչ, ձեզ մի քիչ շատ։ Եվ դուք ստում եք։ Հիմա բացատրեմ ինչու եք դուք ստում։ Երկրորդ լրագրողը հարց է տալիս, ասում է, իսկ այն շորեղենը, որ դուք վերադարձրեցիք պետությանը, նորից ձեզ հետ են վերադարձրել։ Վայ, ինչ եք ասում։ Դուք էլի սխալ եք հասկացել, ես նման բան չեմ ասել։ Բայց արյունի տես որ ասել եք Աննա Հակոբյան, տեսնենք այս տեսահոլովակը, խնդրեմ։ Ինչ շոր։ Ես այս բոլոր նվերները, զարդերը եւ այս հագուստը, որոնք նույնպես կարծում եմ բավականին թանկարժեք են, հանձնում եմ պետությանը։ Ինչ շոր։ Այդ շորերը ես այդ պահին չեմ, այդ էլ լավ չեք լսել։ Դուք դա էլ լավ չեք լսել։ Ես ասել եմ, որ այս ամբողջ ընթացքում իմ հագուստը եղել է դիզայներները ինձ տրամադրել են հագուստ, որը ես գրել եմ տվյալ միջոցառման ժամանակ եւ արդեն վերադարձրել եմ։ Շատ եմ ուզում ուղղակի լսել եւ հասկանալ լսածը, ոչ թե ասոցացնել։ Այս հագուստը, որոնք նույնպես կարծում եմ բավականին թանկարժեք են, հանձնում եմ պետությանը։ Վերևի հատվածում դուք չեք Աննա Հակոբյան, որ դուք վերադարձնում եք պետությանը։ Հիմա հարց Աննա Հակոբյան,
մեծ աղջիկ եք արդեն բավականին, այսօր եկուց կարող եք լինել տատիկի կարգավիճակում, դուք չեք ամանչում սուտ եք խոսում, որ ձեր թորնիկ ասի, իմ տատին հանրաճանաչ սուտասան է, թե չեք ամանչում, կարող եք դուք գիտեք ինչ ասեք, կարող եք ասեք ամուսնուց եմ սովորել, եւ ձեզ մի հատ խորհուրդ տամ, մի հատ մեջբերում կարող եք բերել ռուսական ասացվածից, մուж и жена одна сатана, ամոթ է, Աննա Հակոբյան, բավական է, գոնե դուք կին եք, էլի կնոջս ազական չի, վայել չի, սուտ խոսալ է, ձեր ամուսն ու ստերը 600 տարի կակ մինիմում հայ ազգին հերիք է, դուք գոնե մի խոսացեք, էլ հիմա շորա տվել եք, հիմա հետ եք վեգալ եք, կամ դուք խի պիտի մաշածը նույնը հակնեք երկրորդ անգամ, բայց ես վայել է, դուք օլիգարխ եք, Աննա Հակոբյան, ձեր ամուսնու հետ միասին, այսքանով ժողովուրդ ջան, ես Տիկին Աննա Հակոբյանի մասին ես տեսեք իրեն դիմեցի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որ հարցը հնչեցրած էր ուղիղ կապ ուներ մեր պետականության հետ եւ պետական իրերի հետ ես չդիմեցի իրեն որպես Նիկոլ Փաշինյանի կին իր կիննա կինը չի ենի իր ամուսինը չի կիննա ոչ մի իրանց ներքին կուխնյանա Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը դա չի հետաքրքրում Հայաստանի Հանրապետության քաղաքացին է հետաքրքիր Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության հիմա տեսնենք այս Արսեն Թորոսյան այս երևույթին տեսեք ինչ է ասել խնդրեմ համար եւ մեր ժողովրդի համար Եվ մենք դա շարունակելու ենք Ղարաբաղյան շարժումը փակված է։ Ինչ կապ ունի դա դրա հետ։ Ուղիղ կապ ունի։ Եթե դու անում ես գործողություններ, որոնցով վերա կենթանացնում ես Ղարաբաղյան շարժումը, դրանից բխող կոնֆլիկտային տրամաբանությամբ, որտեղ դա կոնֆլիկտի սրում է նշանակում։ Ինչու՞։ Որովհետև դա ինչ կոնֆլիկտի սրում է։ Որովհետև իր ինքնիշխան տարածքում նույնիսկ որևէ երկրի ինքնիշխան տարածքում Հայաստանի եկեղեցի չպետք է քանդել։ Այո, իհարկե չպետք է քանդել, բայց եթե դու կարգավորման փուլում, երբ որ ուզում ես քո հարաբերությունները նորմալացնես, այդպիսի հարց ես բերում օրակարգ, ըստ էության նաև ինչ որտեղ ներքին գործերին չմիջամտելու բանով, հա, եթե դա պատմական մշակութային ժառանգություն է, դա այլ ձևով է։ Պատմական մշակութային ժառանգություն է քանդել է։ Եվ ես կարծում եմ, որ այդ մշակութային եւ պատմական ժառանգության կրողները կարող են այդ հարցը բարձրացնել։ Կարող են այդ հարցը բարձրացնել, հա։ Տարբեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն է հիմնականում դրանով զբաղվում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարելի է այդ հարցը բարձրացնել։ Բայց երկկողմ հարաբերությունների օրակարգ դա չի կարող լինել։ Ինչու՞։ Այդպես, որտեղ բացատրեցի ինչու, որտեղ մենք փորձում ենք խաղաղություն կառուցել մեր հարևանի հետ, որի հետ ունենք շատ կնճռոտ անցյալ, շատ կնճռոտ, որը մի օրում չի անցնելու, եւ ես կարծում եմ, որ մենք չպետք է անենք քայլ, եթե նույնիսկ իրենք անում են նման քայլեր ու փորձելով միգուցե նաեւ սադրել, հա, մեր կողմից այդպիսի քայլեր, մենք պետք է իմաստուն գտնվենք այնքան, որ չանենք այդպիսի քայլեր։ Եվ ես չեմ հասկանում նորից այդ մոտիվը, հա, ասենք արեցինք եւ ինչ դա Հայաստանի Հանրապետությանը ուղիղ Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության ապրող ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինչա տալու բայց ամոթ է, չէ, ախր դուք սկսել եք Արշեն ադրբեջանցիների ոճրագործությունները ասել, որ լավ է։ Իրենք ոճրագործություն են անում։ Իսկ դուք ասում եք, որ ես սխալ չեմ մեկնաբանում, ես ձեր խոսքն եմ իմանում։ Դուք մեկի եթերում։ Այո, ես ամբողջությամբ դուք մեկի եթերում ադրբեջանցիների ոճրագործությունը փոխարենը դատապարտում եք, որ այդպես են անում։ Եվ ասացի, որ դատապարտում են, բայց ես ասացի պետք է նայել այդ ամբողջը խաղաղության գործընթացի գործընթացի այդ խաղաղության, որը հաստատվել է դուք պայմանագիր ունեք կնքած խաղաղության։ Տեսակ Արսեն Թորոսյանն էր, որ այդպես ուրախանում են, որ Արցախում մեր քրիստոնեական արժեքներն են ոչնչացնում։ Արսեն Թորոսյան, ինչ եք ասում, դա իրենց ներքին գործն է, մենք եթում ենք խաղաղության, մենք չենք կարող խախտել։ Մեկի տեսար Ալիևն է ու խախտեց Արսեն Թորոսյան։ Ես այդ բառի իմաստը չգիտեմ, բայց եթե դա այդ բառը ասել է վարչապետը ամենայն հայոց, ես չգիտեմ, քանի որ վատ բառ չի կարող ասի, չէ, վարչապետը, նա վարչապետ է, ամենայն հայոց վարչապետն է Արսեն Թորոսյան, ուրեմն կուզենամ առանց հասկանալու իմաստը այդ բառի,
ցիտեմ մեր հզոր վարչապետին Արսեն Թորոսյան, եթե բեղերով տառականը Ալիևը Իլխամ կողքի պետության հանգարց ասի Արսեն ջան կարելի է քեզ մի հատ դոմփեմ հանուն խաղաղության եւ հանուն հայ ազգի դու պատրաստ ես Արսեն Թորոսյան ես չգիտեմ իմաստ այդ բառի վարչապետն է ասել դու պատրաստ ես եթե դու պատրաստ ես սպասում եմ արձագանքիդ իսկ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը ձեր փոխարեն կարձագանք այդ բեղերով տառականին եւ իր պորտը կդնի իր տեղը եւ երբ որ կդնեն պորտը իր տեղը նա կիմանա ով է նա իսկ երբ որ նա իմացավ ով է նա այդ ժամանակ կզգա թե ով է Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը հետ չլի հերը կոմունիստներից մի երկու բան պատմած կլինի Ժողովուրդ ջան այսքանը կեցե Հայաստանից Հանրապետությունը կեցե հայ ազգս կեցե հայկական եկեղեցիները Արսեն Թորոսյան հայկական եկեղեցիները Նիկոլ Փաշինյան Ալեն Սիմոնյան եւ ձեր խաղաղությունը կասկածելի խաղաղություն է լավ եղեք սիրելի ժողովուրդ ավակ քույրեր եւ եղբայրներ տատիկներ եւ պապիկներ կեցե մեր սուրբ առաքելական եկեղեցին կեցե կաթոլիկոսը անկախ իրեն անունից կեցե սփյուռքը կեցե ջավախքը հայությունը կեցե Արցախը հայությունը ժողովուրդ ջան լավ եղեք հույսով եմ քանդիպենք Աստված բոլորիս պահապան ամեն ինչ լինելու է գերազանց պայքարելու ենք մինչև վերջ ստեսություն